Տեսնում եք այս սև հետքը։ Այս ուժեղ տորմուզի ժամանակ է սենց հետ մնում ակից։ Հենա պարս երևում այլի։ Այս կարար ավելի շուտ եղածելներ, կամ ավելի ուշ։ Դրա համար եմ ասում, որ պետք է մասնագետներ նայեն։ Դե կանչեք թող նայեն էլի։ Այս խոտերի մեջ էր ընկած։ Եսի կարնեից նվեր տվեր շահ։ Զանգի 102, ասա մեքենան գտել ենք, որ ման էին գալիս։ Լավ, շահ ջան։ Հա, ման։ Դու վստահում ես ինձ։ Հա, ոնց չէ։ Այս ինչ հարց էր, այ մամ ջան։ Դե ուրեմն ասա ինչ ա պատահել։ Իսկ ով ասեց, որ ինչ-որ մի բան պատահել է։ Կամ եթե դաժե պատահել է։ Ինչի համար ես ուզում իմանաս։ Ինձ ձեր ընթացիկ գործերը հետաքրքիր չեն։ Բայց եթե իմ ընտանիքին վտանգ ա սպառնում, ես պիտի իմանամ։ Նման բան չկա։ Իհարկե վատ չի, որ հորդ այդքան հավատարիմ ես։ Բայց իմացի, որ հայրդ ոչ միշտ է ճիշտ որոշումներ կայացնում։ Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։ Դու անհանգստանալու կարիք չունես։ Ես հիմա պետք է գնամ։ Ջիվան, դու ինձ պետք ես։ Կսպասեմ։ Այն ինչ որ առաջարկեցիր, միանշանակ ընդունում եմ։ Ու եթե դեմ չես, հենց վաղ առավոտից ներդրման process-ը սկսենք։ Ես քեզ չեմ շտապեցնում, բայց հավատա, որ ամեն օրը, նույնիսկ ամեն ժամը կարևոր է։ Դեմ չեմ պարոն գնդապետ։ Ոնց եմ հայտնվել բանտում։ Դե ըստ լեգենդի դու Հայաստան ես վերադարձել Գերմանիայից, որտեղ աշխատել ես Ռաֆի բանդայում։ Դե Ռաֆի իմ մարդն է, ինչ որ պետք է անել կասի։ Հետո քեզ Հայաստանում կձերբակալեն, որովհետև Ինտերպոլը հետախուզում է հայտարարել քո հանդեպ։ Ու եթե ամեն ինչ գնան հենց ոնց որ մենք ենք մտածում, դու հենց Սերգոյի հետ էլ դուրս կգաս։ Կձևակերպենք, որ տեխնիկական թերություն է եւ Ինտերպոլը դադարեցրել է հետախուզում։ Ինչքան եմ հասկացա, Սերգոյի անձնական գործից չափից ավելի դաժան ու կասկածամիտ մարդ է։ Ժամանակը հերիք չի անի պարոն գնդապետ նրա վստահության արժանանալու համար։ Արման, ես քեզ արդեն ասել եմ, որ Սերգոն առնվազն 10 մարդու սպանության մեջ է կասկածվում։ Ու այդ մարդկանցից մեկն էլ քրեական հեղինակություն Վաչի տղեն է։ Որտեղ այդ Վաչեն։ Ուրիշ կալանավայրում, բայց մենք նրան կտեղափոխենք ձեզ մոտ։ Վաչեն կգա Սերգոյի մոտ, կփորձի վրաժ լուծել, ես էլ պետք է փրկեմ նրա կյանքը։ Հա, բայց այդ ամեն ինչը պետք է արվի շատ նուրբ։ Այդ մասով հանգիստ եղեք, պարոն գնդապետ։ Ես առաջարկում եմ անուն ազգանունդ չփոխել։ Համաձայն եմ, ժամանակը հերիք չի անի, որպեսզի նոր անվան անտելանամ։ Դե վերջ, դե եթե կան համաձայնության, արի քննարկենք վերջի դետալները, իսկ առավոտյան քեզ կձերբակալեն։ Լավ։ Ինչ ա պետք անել։ Ոչնչացնեն նրան։
Փոխաբերական իմաստով եմ ասում։ Պետք է ոչնչացնես իր անունը, հեղինակությունը։ Իսկ գաղափարներ ունես թե ինչ կերպ։ Պետք է անեցանես, որ իր համակարգչի մեջ արգելված պորնոգրաֆիկ ֆոտոներ ու վիդեոներ հայտնաբերեն, որից հետո մեղադրեն պեդոֆիլիայի մեջ։ Շատ դաժան չի։ Պետք է անես խփել, որ այս երբեք ոտքի չկանգնի։ Բայց պետք չի մենակ սահմանափակվել ֆոտոներով ու վիդեոներով։ Նենց արա, որ իր կոմպի մեջ արգելված կայքեր հաճախելու հետքեր գտնեն։ Նամակագրություն անչափվածների հետ։ Լավ, կանեմ։ Բայց այդ քո վրա իրան չի նստի։ Գործդ մաքուր կանես, այսքան էլ կստանաս։ Եվ պատրաստ կլինի։ Կկապվեմ այդ մի քանի օրից։ Արև Սաթեն ջան։ Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչ եմ ասելու Սեմին, եթե հանկարծ հարցրեց, թե ինչի եմ եկել ձեր տուն։ Ասելու ես, որ եկել ես պապայի ամառանոցի հետ կապված հարցերով։ Լավ։ Իսկ իրականում ինչի եմ ստեղ։ Իսկ իրականում հիմա ինձ ասում ես ինչ ես ուզում, Սուրճ թեյ։ Սառը հյութ չի հրաժարվի։ Ոնց է իրան պահում։ Դե ոչ ուտումա, ոչ խմումա, մենակ գորգրումա։ Համոզեք, ընկեր ձևացեք, ես պիտի ձեզ սովորացնեմ։ Այսօր հետո էլի խոսացել եմ։ Ասաց ինձ բաց թողեք գնամ, հորս կասեմ, որ այս ամեն ինչը պատահական ա եղել։ Դուք էլ չեք թռել, հակառակը օգնել եք։ Էդ հիմա է տենց ասում։ Հոր մոտ լրի ուրիշ երգ ա երգելու։ Պլանը չենք խախտում։ Սպասենք տեսնենք այդ աղջկա հետ ինչ արինում, հետո նոր կորոշենք Դավիթի հետագա ճակատագիրը։ Հա, պապ։ Բայց տեղափոխություն ա պետք անել։ Դե համ ցուրտ ա, ամելս տեղը արդեն պալի տեղած ա։ Այսօր իրիկունը տեղափոխեք դա չէ, բայց մերը չէ, ես կասեմ որտեղ։ Միրո ամիք, հիմա ուշադիր ինձ լսեք։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, այս վթարի մեջ դուք նույնքան մեղավոր եք, ինչքան Վիգենը, ու եթե մտածում եք, որ կարաք թեմայից թռնեք, չի ստացվի, ձեզ մեկը սպանելու են, եթե մենք չէ էդ կանի ավոն կամ լորդը։ Մենք միջև վերջ ձերդ ենք, Սեմ ջան։ Գիտեմ, ուղղակի զգուշացնում եմ, որ հանկարծ չշշկրվեք։ Այս քանի օրը անընդհատ հետը սեղի, սաղի աչքի առաջ, որ ոչ ոք ոչ մի բան չկասկածի։ Եղավ, պապ։ Ճիշտ ես նկատել։ Առավոտից Սեմը մի տեսակ լարված վիճակում է։ Փորձել ես հետը խոսել։ Հարցրեցի, բան չասեց։
Ինչ կարա եղած լինի, որ ոչ Սեմի շրջապատը գիտի, ոչ էլ ես։ Վիգենին խոսացրել ես։ Լուրա, բայց համոզված եմ ամեն ինչ գիտի։ Այս երկու օրը ինչ արտարոց դեպք ա տեղի ունեցել քաղաքում։ Ես ներդրված ոստիկանի սպանության պատմությունը նկատի չունեմ ջիմ։ Փաստորեն էդ էլ գիտես։ Այն ինչ որ կարող ա վերաբերել իմ ընտանիքին, ես միշտ ամեն ինչ գիտեմ, Ջիվան։ Ուրիշ արտարոց բան չի եղել։ Չհաշված, որ Ավոյի տղեն ա կորել։ Այսինքն։ Մի տեսակ մութ պատմություն է։ Ավոյի տղեն ու լորդի աղջիկը Ծաղկաձորից գալուց են եղել։ Հետո հանկարծակի ճանապարհին երկուսի հետ էլ կապը կտրվել է։ Մի քանի ժամ հետո զանգել են շտապ օգնություն լորդի աղջիկա տեղն են ասել։ Տարել են հիվանդանոց։ Հիմա կոմայի մեջ է։ Իսկ Ավոյի տղեն Դավիթը չկա։ Դեպքը արտարոց է, բայց մեզ հետ կապ չունի։ Թե չէ ես կիմանայի։ Վարսա, դու գնա, նորություն ունենաս զանգի։ Հեղավ։ Երեխեն ոնց է։ Լավ բան չեն ասում։ Աղոջը։ Կներես ինձ աղբեր։ Դու մեղավոր չես։ Պիտի խոսանք։ Ծարավ եմ։ Խմի։ Տենց հարմար չի։ Սենց խմի։ Իրո։ Հրա Վիգեն ջան, ինչ անեմ, զզվացեց էսի արդեն։ Ներվերս կերավ անդադ պրովոկացիա է անում։ Դա ավոր քեզ նորմալ պահի։ Խոստացել էր, որ պիտի խոսայի Կարինեի հետ։ Որ քեզ մարդավարի պահես կխոսաս։ Քանի որ ստեղ օտար չկա ու սաղըտել, հարազատ մարդիկ եք։ Ուզում եմ բոլորիդ ներկայությամբ հայտարարեմ, որ լորդին չեմ մեղադրում Դավիթիս անհետացման համար։ Եթե մեղավոր կա, ես եմ, որ
Լորդին խնդրեցի, որ առանց թիկնապահների երեխեքին ծաղկաձոր թողնի։ Ահա ջան, ես քեզ շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար, բայց հիմա դա նշանակություն չունի։ Ես էի պատասխանատու երեխեքի համար։ Կա են ինչ կա, լորդ։ Հիմա մեղավոր փնտրելու ժամանակ չի։ Ես մանրամասներ եմ ուզում։ Ես բոլորիս էլ մանրամասնություն պետք, ահա ջան։ Բայց կա են ինչ կա, են ինչ ասեց էտա։ Ստացվում է Դավոն ու Կարինեն ծաղկաձորից հետ գալուց ինչ-որ պատմության մեջ են հայտնվել։ Ինչից հետո Կարինեն հիվանդանոցում է հայտնվել, աղբերս էլ անհետացել է։ Այս պայդրությամբ դրանից ավել ոչ մի բան չգիտենք։ Ոչ մեկ ոչ մի բան չի տեսել։ Տենց չի լինում շախ։ Միշտ ինչ-որ մեկը ամեն ինչ իմանում է։ Ու մեզ հիմա պետք է այդ ինչ-որ մեկին գտնել։ Առաս։ Եթե մենակ էդ, եթե ինչ-որ մեկը չի ուզում, որ իրան հայտնաբերենք։ Ասացիք, որ բարեկներ ընդեղ ինչ-որ զննություն են արել, հա։ Հա, ըստ իրենց Կարինեին ինչ-որ մեքենա է խփել։ Գետնին տորմուզի հետքերը երևում են։ Այսինքն խփել է, իր մեքենայով հասցրել է Երևան, իր հեռախոսով էլ զանգել է շտապ օգնություն։ Ամեն ինչը տենց էլ եղել է։ Ստեղ կարա երկու տարբերակ լինի։ Մեկ, որ Դավիթը այդ պահին Կարինեի կողքին չի եղել, ինչը քիչ հավանական եմ համարում։ Երկու, դրանք աղբորս իրանց հետ են տարել։ Տանելու իմաստը։ Եթե խփողը չուզենալ, որ իրան գտնեին, Կարինեին հիվանդանոց չէր տանի։ Շատ լավ իմանալով, եթե Կարինեն ուշքի գա, ամեն ինչ կպատմի։ Խելոք բան ես ասում։ Բայց մենք երեք սաղ վայրատները մտածել ենք, բայց լուծումը չենք կարում գտնենք։ Իսկ եթե այս ամեն ինչը պատահականություն չի եղել, դժբախտ պատահար չի եղել։ Եթե հատուկ աղբորս գողացել են, հետապնդել են, մեքենան կանգնացրել։ Մինչև Դավիթով զբաղված են եղել, Կարինեն փախել է։ Ընկել են հետևից մեքենայով խփել են ու փախել են։ Կարինեին էլ ուրիշ ավտո է գտել տեղափոխել հիվանդանոց։ Վախեցել է, որ մեղքը իր վրա կգցեն, թողել է հիվանդանոցի մոտ ու փախել։ Հա, խելոք բան ես ասում, Ռաս։ Բայց այդ դեպքում Դավիթի գողացողները մեր հետ կապի դուրս կգային։ Ինչ-որ բաներ կպահանջեին։ Կարող ինչ-որ բանի են սպասում։ Դրա համար են սգել։ Ես Հայաստանում ոչ մեկի հետ կիսատ թողած հարցեր չունեմ։ Ես ստեղ ոչ բիզնեսներ ունեմ, ոչ էլ հետաքրքրություններ։ Իսկ հնարավոր է, որ պատվերը Ամերիկայից լինի։ Քիչ հավանական է։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։
Dentaluxe միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Dentalux միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաև գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար, իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարևոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն, ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք, Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Բարև ձեզ, Քուլուքսը ստեղ, հա? Ստեղ են մազկարակում։ Այո, Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Դե ինչ, եկել եմ մազերս Քուլուքսում կրակեմ, լավ վարպետներ են աշխատում ստեղ, դենանք ինչ ենք անում։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի մաչելի գնով մեկ օրում ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Ես գիտեմ, որ Քուլուքսում լավ մասնագետներ են, դրա համար եկել եմ ստեղ։ Քուլուքսը չի պատերել, իմ այս մազերս սա գալու աճելու, ոչմ ես էլ եմ աճելու Թազա երկեր ենք անելու, ոչ ուժեղ բաներ ասում ես։ Ուրախ եմ, որ աղբորս տեսա, շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Ասեմ, որ ճիշտ մասնագետներ ես դիմել։ Դե վсё, ջիգաներ, հաջողություն, Ջոն ջան, համեցեք։ Ես գնացի։ I love you։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Հորս Սարև մենակ սրանք էին մեզ պակասում։ Հետ չնայեք։ Որ կանգնացրին ինչ ենք անել։ Չգիտեմ, Միրո։ Թե որ կանգնացրին Միրո ջան, էսի մեզի սաղից փուրն է բան։ Օգնեք! Ստեղ մարդ կա, օգնեք, խնդրում եմ։ Դրա բերանը փագեք։ Թողեք, արա։ Նենց արեք, որ սա ծապ տոնը չլսվի։
Բարեկային ծառայության գնդի կապիտան Մուրադյան։ Բարեձեզ։ Մուրադյան ջան, իմանալով մենք խախտում չենք արել։ Ես պատճառն էի ուզում իմանալ քեզ կանոնացրել։ Տարածքում ուժեղացված հսկողություն են կատարում։ Ստուգում ենք բոլոր կասկածելի մեքենաները։ Հաճե։ Զուտ հետաքրքիր է թե մեր մեքենան ինչով է կասկածել։ Ձեր փաստաթղթերը քաղաքացի։ Հա, իհարկե։ Նորմալ ամեն ինչ։ Փաստաթղթերի հետ այո։ Իհատել մեքենան զննենք ու ձեզ վարի ճանապարհ, եթե դեմ չեք։ Չէ, դեմ չեմ։ Ես իմ երկու ընկերների հետ ուղակի ծնունդ եմ գնում։ Դա է։ Բարև ձեզ։ Մայոր Սահակյանը ձեզ դնում է ծառայում։ Ես հարազատ մարդ եմ էլի։ Չեմ ճանաչում։ Ես բարի ճանապարհ։ Հաջողություն, բարի ծառայություն։ Հաջողություն։ Բացեք սրա բերանը չմեռնի մնավերներս։ Քաղաքի կեսը մանա գալիս Դավիթին։ Սաղ կուրսի են այս թեմաներից։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան իմացավ, մեզ տեղակ կպայի։ Դավիթը ում հետ էր ստե տալիս առնում։ Կարող է պրոբլեմա ունեցել ու դու կուրսի չես եղել։ Դու չէ, Աբուջան է։ Ախրանան 24 ժամ հետևել է։ Չհաշված երեք գիշեր։ Խելոք իր համար գնում էր դասի, գալիս էր։ Ազատ ժամանակն էլ Կարինեի աղջկաս հետ դուրս են գալի, ման են գալի։ Ես կհետաքրքրվեմ հարց ու փորձ կանեմ, եթե իհարկե դեմ չես։ Ոչ Շարազ ջան, ես դեմ չեմ։ Իմ բոլոր ռեսուրսները կարաք օգտագործեք։ Ես քիչ հավանական եմ համարում, որ Դավիթի անհետացումը իմ գործերի հետ է կապված։ Բայց տրախովքի համար ուզում եմ հանդիպեմ տղեկի հետ։ Այն վաղն էլ կարող կազմակերպենք։ Հարցը լուծվեց հետո։ Գործընթացքի մեջ է։ Այս քաներով վերջնականապես կազատվենք այդ բլոգերից։ Լավ է։ Գոնե մի պրոբլեմ պակաս ունենանք։ Ուսան, որ հետո հետքերը մեր վրա չեն բերի։ Դու հանգիստ եղի։ Ավոն է Երևանում։ Վաղը մեծ հավաք ալնելու է։ Ինչ թեմայով։ Իսկ դու կռայի։ Մենք ամբողջությամբ մաքուր ենք։ Եթե մենք մեզ չմատնենք, ավո մեր վրա չի կասկածի։
Ավոնեն գլխից վրա սատամ ունի սրած։ Հազար ձև հապացուցեցի, որ ես իր աղբոր սպանության հետ կապ չունեմ, բայց մեկը չի հավատում։ Կասկածը մեր վրայից անելու համար այդ մեղավորին պետք է հանձնենք ավոյին։ Իսկ ես կարծում եմ դու լավ գիտես, թե ով է եղել այդ սպանության պատվիրատուն։ Դու էլ գիտես, բայց ուզում ես ինձնից լսել։ Են ինչ որ անցյալում է, թող անցյալում էլ մնա։ Մենք հիմա պիտի աղոթենք, որ լորդի աղջիկը ողջ մնա, որ մեր պլանը աշխատի։ Հակառակ դեպքում ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե մեզ ինչ է սպասվում։ Մի հարց էլ կա, որ պետք է միասին քննարկենք։ Այդ վթարի օրը դրանից մի քիչ վերև իրական բոյր է գնացել։ Ավելի կոնկրետ խոսա։ Ինչ-որ կիսական շենքում այդ Սարմիկին ու իր տղեկին են գնդակարել։ 5 զոհ։ Ու դու ինչ կապ ես տեսնում այդ սպանությունների ու ավտովթարի մեջ։ Տենց ուղիղ կապ չեմ տեսնում։ Բայց Սարմիկի շրջապատում մարդ ունեմ։ Իր շոֆերը, Ֆելան, ով ասել է, որ այդ տարածքում պետքա Վիգենն ու Սարմիկը հանդիպեին։ Ինքն էլ պետքա լիներ։ Ինչ պայմաններով չի գնացել, ինչ որ մերն է վատացել, հիվանդանոց է տարել, տենց չի եղել այդ հանդիպանը։ Ուզում ես ասես, որ Վիգենն է դրանց խփել։ Հնարավոր է։ Լտես է։ Քթիստակ պատերազմա սկսել ու ես կուրսի չեմ դրանից, աս հետո։ Բայց որտեղից պետքա կուրսի լիներ, եթե քեզ ոչինչ չի ասել։ Ես պատական եմ իմացել։ Ֆելոն զանգեց, մոր բուժման համար գումար էր ուզում, տենց հարցը փորձ արեցի, իմացա։ Տվիր փողը։ Հա։ Բայց ասեցի, որ ոչ մեկին ոչ մի խոսք։ Ուրիշ ովքեր են տեղյակ այդ հանդիպումից բացի Ֆելոն։ Դե իր ասելը ոչ մեկ։ Դրան պետք է վերացնել ու շատ արագ։ Սեմ, այդ մարդը իրանից վտանգ չի ներկայացնում։ Ինքը իմ մարդն է, իմ համար է աշխատում։ Սեթո ինքը սպառնալիք է մեր համար։ Եթե բերանը ստեղ բացեց ու մարդիկ իմացան, որ Վիգենը այդ վթարի պահին տեղ է եղել, մենք դրանից չենք մաքրվի։ Ես կխոսեմ, հետո կբացատրեմ ամեն ինչ։ Իմ տղու կյանքը, իմ ընտանիքի անվտանգությունն է կոնին դրած։ Դու ստեղ Մայր Թերեզա ես խաղում։ Հենց հիմա գնա ու այդ գործը արա։ Ոչ մի պոչ չպետք է թողնենք, որ ավոյին ու լորդին մեր վրա հանի։ Պապ, սենց ոտներս կաղկցելով մենք դավոյին չեն գտնելու։ Պետքա կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ում դեմ։ Սաղի, պապ։ Ես այդ դժբախտ պատահար վերսիային չեմ հավատում։ Այս կոնկրետ մեր դեմ պլանավորած ակցիա է եղել։ Մենք դա չգիտենք, Ռազ։ Այ որ սաղին մի հատ լավ թափ տանք, պապ ջան։ Հավատամ, մեկից մի բան կիմանանք։ Եթե հիմա դուրս գաս փողոց ու սկսես օդ կրակել։ Ինչքան է հավանականությունը, որ կսպանես ինչ-որ մեկին։ 0։ Ճիշտ ես, դրա համար նախ պետք է իմանալ, թե որ ուղղությամբ ես կրակում, որ փամփուշտը նշանակետին խփի։ Իսկ անիմաստ կրակոցներով դու այդ մարդկանց կստիպես ավելի խորը իրենց բունը մտնեն։ Ես ուղղակի վախում եմ, պապ։ Վախում եմ, որ հանկարծ ուշանանք։ Վախում եմ, որ չհասցնենք աղբորս փրկենք, հասկանում ես։ Գիտեմ։ Սիրտը ցավում է աղբորդ համար։ Իմ սրտից էլ արում կաթում։ Բայց մենք իրավունք չունենք տրվելու էմոցիաներին։ Դա միայն մեզ խանգարելու է։ Պետք է սառը գլխով ամեն ինչ անել։
Հա, տեսար Վիկ, մի բան իմացար։ Հա, այս դժվար Կարենը մեզ հետ ինչ-որ հարցով օգնի։ Այդ ավարիան, որ եղել է, դրանից մի քանի կիլոմետր վերև ինչ-որ մոտ սարմիկ կա, իրան ու իր անգերներին են մաղել։ Սաղ մարդ մնացել, հա։ Չէ։ Սարմիկին չեմ ճանաչում, բայց հորը գիտեի։ Իսկ խփողները ովքեր են։ Ում հետ խոսացել եմ կոնկրետ ինքը չգիտի, բայց այդ Սարմիկը մեր շոֆեր ունի, Ֆելոյի անունը։ Այդ Ֆելոն Սարմիկի սաղ գործերից տեղյակ է եղել։ Այդ Ֆելոյի հետ է պետք է հանդիպել։ Նա պետք է հասկանանք ում հետ են հանդիպել, ով է խփել դրանց։ Կարող է Դավոյի հետքի վրա դուրս գանք, բաբ։ Գնացեք, պարզեք, բայց զգուշ եղեք։ Հիմա ոչ մեկին վստահել չի կարելի։ Եղավ, բաբ ջան։